Նարինե Բարոյան, ինչ է կանելու, որ Սերժա-Քոչարյանական խմբակը չկարողանա առաջադրվի գալիք ազգային ժողովի ընտրություններում։ Մենք կատեգորիկ դեմ ենք։ Հարգարժան Նարինե, ձեր կատեգորիկ դեմը լիովին հասկանալի է, բայց ժողովրդավար երկրում մենք չենք կարող ուղղակի հենց այսպես վերցնել ու արգելել նրանց, որ առաջադրվեն։ Դա այն նույն վտանգավոր տրամաբանությունն է, որով իրենք են տարիներ շարունակ առաջնորդվել։ Բայց նրանց գրանցումն արգելելու համար շատ կարևոր հիմք կա։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին մարտի 1-ի զոհերի գործով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը արձանագրեց ծանր փաստեր։ Պետությունը խախտել է կյանքի իրավունքը, իսկ հետո տարիներով չի ապահովել արդյունավետ, անկախ ու վստահելի քննություն։ Սա սովորական քաղաքական մեկնաբանություն չէ, սա միջազգային իրավական գնահատական է։ Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը հրամայել է կրակել 10 քաղաքացիների վրա եւ սպանել նրանց։ Նրանք ոչ միայն խաղաղ ցուցարարների են սպանել, նրանք կրակել են ժողովրդավարության վրա, եւ մեր համոզումը շատ պարզ ու հստակ է։ Ժողովրդավարության թշնամիներին պետք է արգելել մասնակցել ժողովրդավարական գործընթացներին։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճիռը պետք է դարձնել պատասխանատվության չափանիշ, մերժել այս անձանց եւ 2008 թվականին իշխանության մաս կազմող բոլոր ուժերին, Դաշնակցությանը, Հանրապետականին, Բարգավաճ Հայաստանին եւ դրա հետ կապված բոլոր անհատների այս սպանության պատասխանատուների գրանցումը առաջիկա ընտրություններին ուղղակի պետք է բացառել եւ մերժել։